Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ընդհանրապես մեր հիվանդության արմատները մխրճված էր մեր հոգու ու մտքի մեջ։ Այնտեղից նրանք ուժ են ստանում, սնվում, ծավալվում ամբողջ հոգու և մարմնի մեջ։ Նա ցանկանում է հասկանալ, թե որտեղից է բխում իր հիվանդությունը, պետք է ինքնադարձ կատարի դեպի իր հոգու խորքը։ Այնտեղ քննելու, նայելու, ինչ մեղք է գործել, ինչ կրքերով է բռնված, որպեսզի հասկանա, որ պատահական ոչինչ չի լինում մարդու կյանքում։ Մարդը, երբ որ շեղվում է Աստծո ճանապարհից, սկսում է մեղանչել, Աստված նրան խրատում է, օգնում է, հիվանդություն է ուղարկում, որ սթափվի մարդը։ Դրա համար արտաքինից ինչքան էլ ծառերի ճյուղերը կդրվի, նրանք միշտ աճելու են։ Այսինքն, եթե մենք չգտնենք տվյալ հիվանդության արմատը և սկսենք արմատախիլ անել, հիվանդությունը միշտ մեր մեջ կմնա, անկախ նրանից ինչ հիվանդություն ուզում է լինի։ Սուրբ հայրերը միշտ ասում են, որ հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է, այսինքն մեր ամեն ինչը գալիս է մեր մտքերից, որոնցից 95%-ը մերը չեն ընդհանրապես, չարից են գալի։ Դրա համար պետք է աշխատենք առաջինը մաքրել մեր միտքը, հասկանալ մեր մտքերը, հիվանդության ժամանակ Աստծուց օգնություն խնդրել, ոչ թե խառնվել, մոլորվել, ընկնել հուսահատության մեջ։ Աստված ձեր կողքին կանգնած է, խնդրեք Աստծուն, ցույց տա, ինչ ճանապարհից եք շեղվել և ոնց ուղղվեք։ Սովորեք աղոթել, վստահեք Աստծուն։ Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Աստվածային լույսով ընդհանրապես լուսավորված միտքը մարդուն միշտ տանում է Աստծո ճանապարհով։ Իսկ եթե մեր մտքերը խառն են, որոնք մենք ենք խառնում, և սկսում ենք տանջվել, միշտ էլ կտանջվենք։ Մաքրեք ձեր մտքերը, կմաքրվի ձեր սիրտը, և առողջ կլինեք, չեք հիվանդանա։ Սովորեք աղոթել, կարդացեք Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթներից, Սուրբ Գիրք կարդացեք, մասնակցեք եկեղեցական կարգերին, Սուրբ Պատարագին, ամենակարևորը բանը, գնացեք, չոքեք, զղջացեք ձեր արած մեղքերի համար, Աստծուց ներողություն խնդրեք, ստացեք Սուրբ հաղորդություն, որ մաքրվեք, բժշկվեք։ Աստված ողորմած է, Աստված միշտ օգնում է նրան, ով առաջի քայլը կատարում է դեպի Աստված, հիշեք իմացեք։ Աստված մեզ ինչ է միշտ ասում, մի քայլ դու արա, 10 քայլ ես կանեմ, բայց այդ մի քայլը մենք չենք անում։ Սովորեք, քայլեք դեպի Աստված, որ անփորձանք և առողջ լինեք։ Աստված ձեզ օգնական և պահապան լինի։